Ես գտնում եմ, որ ամեն կնոջ առաջի պարտականությունը դա է, որ իր ժառանգները այս իր հայրենիքին, իր երկրին պիտանի մարդիկ լինեն, շրջապատում ոչմ դա շատ կարևոր բան է, շատ, ամեն մի մայր պիտի մտածի լավ երեխա դաստիարակի։ Կնոջ առաքելությունն է։ Այո, Ընտանիքի սիրած գործի իհարկե երեխաների հաճախ մարդ դաստիարակած լինես, որ պետությանը, մարդկությանը պիտանի լինեն, օրինակ ծառայեն իրանց շրջապատում, դրական մարդիկ լինեն մի խոսքով։ Դուք ասացիք, որ աջ ու ձախ լավություն եք արել, հաճույք եք ստացել դրանից։ Սովորաբար շատ լավություն անող մարդիկ բողոքում են ապերախտներից, բողոքում են երախտամոռներից, որ իրենց բավարար չափով շնորհակալություն ասող չի եղել, բայց դուք նաև ասիք, որ ակնկալիք էլ չունեք։ Ուներ մեկ այս զգացողությունը, որ երախտագիտությունը դա բազային զգացում է ու երբեմն աշխարհին պակասում է։ Ճիշտ է, ես մի քիչ երևի անհամեստություն արեցի, որ ասում եմ էությամբ բարերարեմ։ Բարերարը նույնիսկ չպետք է լասի։ Ինչ անում է պիտի մոռանա, երբեք չսպասի, որ իրան պետք է շնորհակալություն հայտնեն։ Հիմա տեսեք, երկու օր առաջ այդ նյութը գրվեց, չէ, բանում նկարի հետ կապված։ Ես այդ սմացած եմ։ Եվ այն կոմենտները կարդամ եմ ես։ Այնքան մարդիկ են փոքր արածս բաննել հիշել, կոոպերատիվ շենք էին կառուցում, ես էի հաշվապահը, գլխավորը ես էի, քանիսին օգնեցի թղթերով, բանով, որ անպայման գրվեք, էդ եղել է 85 թվին, 85 թվին տրեստում էի աշխատում։ Տանտեր եք դարձրել։ Այո, ով որ ուզում էր դուրս գար, համոզում էի, որ մի դուրս գա։ Դու կտեսնես, որ լավ տակից դուրս կգաս, մի վախենա։ Քանիսին այդ գրածների մեջ մի քանիսը գրել էին, որ մենք իրան հիշում ենք, որ մեզ այս ինչ թվերին մեզ օգ։ Այդ այնքան ինձ ուրախացրեց, որ մարդիկ եւ հետո գիտեք ինչ եղավ։ Այդ շենքը ստացանք ուրեմն այն ժամանակ էր, որ փողը փոխվեց, սովետական մենք արդեն ուրեմն որ պետք է ենթադրենք մի $50,000 տաներ մուծեր 20 տարվա ընթացքում 250 դրամ տարանք մուծեցինք եւ այդ տները մեր սեփականը այդ մարդիկ այնքան գոհ էին որ վալա մոծեցիր որ մենք այդ չտվինք այդ ես դրանից լավ էի զգում հաշվապահությունը մի տեսակ ասոցիացիա խորամանկ մասնագիտության հետ դե անեկդոտներ էլ կան որ հաշվապահին ասում են երբ լավ հաշվապահ երկու գումարած երկու ինչ կլինի ասում են ինչքան է պետք հիմա դուք երկար տարիների փորձ ունեք ու կարողացել եք Հերքեք այդ անեկդոտը չգիտեմ ոնց ասեմ Օֆելա ջան մի փոքր գաղտնիք ասեմ ազնիվ մարդը ոչ մի բան ես որտեղ աշխատել եմ ազնվությամբ եմ ասում կոնկրետ հուշարձանների վարչությունում էի աշխատում երկար տարիներ ու շատ խիստ ստուգումներ էր գալիս հարկայինից ստուգումներ էր ամեն տարի որ եկել են ստուգման գնացել են դիրեկտորին, այն ժամանակ դիրեկտոր Բարսեղյանն էր, ասում են այս կնոջը միակ լատ պարգևադրի։ Այդ ամեն ինչ ասված է արդեն, ոչ մի խախտում երբեք թույլ չեմ տվել, ոչ մի 20 տարի հայկական ժամանակում եմ աշխատում, 20 տարի ընդդիմադիր թերթ, որ ամեն ինչ գրում էր անունը չտամով, հայկական ժամանակը գիտեք չի ում թերթն ա եղել, և Այնքան հանգիստ եմ, որ մի մինուս չեն գտել, միլիարդների ստուգումներ եւ այլը ոչ մի բան։ Ազնվորեն աշխատել եմ մաքուր։ Ասում են աշխատողները փողից դժվարությամբ են բաժանվում։ Ամեն դեպքում դժվարությամբ են բաժանվում։ Պետական փողից, իրենց տնօրինման ենթակա փողից։ Չէ, դա չեմ երկիր թերթում աշխատում եմ, երկիր թերթում 2 միլիոն դրամ նոր հայկական դրամը եկել էր մի $100 ուրեմն կարծեմ 20 դրամ էր $100 փոխանակումը 20 դուք պատկերացրեք 2 միլիոն դրամ եմ ստացել պարուսակից մեջ գալիս եմ խմբագրություն հետո ժամը 6-ին գործը վերջացրելա գնում եմ տուն հանկարծ հիշում եմ որ այդ փողը սեֆի մեջ չեմ դրել իմ պարուսակի մեջ է մնացել Հետ եմ դառնում, քանի կանգառ նորից հետ եմ գնում բան, տանը դնում եմ, որովհետև վախենում եմ, ամեն րոպե կարային գային ստուգեին։ Այդ այն ծանր տարիներն էր, որ դաշնակներին արդեն հետապնդում էին։ Ուրեմն հաջորդ օրը այդ փողը դրեցի 2 միլիոնը,
գնում եմ տուն, հաջորդ օրը առավոտը գալիս ենք, տեսնում եմ, որ իմ սեյֆը 4-րդ հարկից շպրտել են առաջի հարկ, դռները բացած, մեջն էլ ոչ մի կոպեկ չկա։ Եկել են արդեն դաշնակներին, բռնել են, տարել են, շենքն էլ Փողերը ձեր պայուսակում։ Փողերը, իմ պայուսակը չէր, սեյֆի մեջ էր, պետական փողը։ Դուք բերել եք վերադարձել։ Բերել եմ, հա, եթե չվերադառնայի գնայի գայի, մեկ էդ եմ ափսոսում, ասում եմ, որ տես այդ անում էի տուն այդ փողը 2 միլիոն դահվասեր էր 2 միլիոն դոլար ունենաս էլի համարը։ Ինչ կանեիք։ Կվաժանեի։ Տիկին վալա, հետաքրքիր ստացվում է, որ այդ դաշնակցության այդ շրջանում երկիրում էիք, հետո հայկական ժամանակում էիք, ինչ-որ թեժ կետերում եք հայտնվել։ Լրիվ ընդդիմադիր թերթերում եմ աշխատել եւ ընդդիմադիր հայացքներ եմ ունեցել։ Միշտ քննադատել եմ իշխանություններին, ընտրությունների ժամանակ եղել եմ բանի նախագահ, ընտրական հանձնաժողովի նախագահ 2-3 անգամ եղել եմ Բանգլադեշի դպրոցներում բան եւ միշտ արել եմ այնպես, որ ընտրվի Դեմիրճանը։ Որ տեղամասում եղել եմ, այնտեղ Դեմիրճաններն են ընտրել, հարև որդի 2 տարի մասնակցել եմ, մի տարին էլ ոչ նա ընտրվեց։ Ստացվում է միջամտել եք, խորհրդային հայացքներ ունեք։ Չէ, ոչ միջամտել եմ, այլ թույլ չեմ տվել կեղծիք անեն։ Թույլ չեմ տվել։ Բանը այդ Ալեքսանյան անունը ոնց էր դրա։ Այդ Ալեքսանյանը ամեն ինչ արեց, հեռախոսները նոր էր դուրս եկել, բերեց հեռախոս դրեց, էլ գումար էր բանանում, էլ ինչեր արեց, ասի ոտս ստեղից դուրս չեմ դնելու։ Դու մի հատիկ չես գցելու, վախենում էր ինձնից չեք պատկերացնի։ Տենց բայևոյ եմ եղել, տենց խեղճքին չեմ եղել։ Արտար ու բայևոյ։ Բայց այս հաղորդմանը շատ բարի ներկայացաք ու դե էդ եմ ասում, այդ ամբողջ բարիությամբ հետ նաև ասում եմ կարամ խիստ դիտողություն անեմ։ Օրինակ Զարան եղանում է, որ ասում եմ, այս շորը չի սազում մի հագնի կամ այս բանը մի արա։ Այդ դիտողությունը միշտ էլ փողոցում էլ կարող եմ մի բան որ տեսնեմ հակաօրինական են անում։ Մայրը ձեռից քաշ տալով երեխին գնում է, այդ երեխան լացալն ու շատ թափվում է։ Մոտենում եմ կանգնացնում, ձենը կտրացնում, ուզում եմ մի բանով մորնել, խնդրում եմ մի արա, մեղք է երեխան։ Անտարբեր չեմ ոչ մի բանի նկատմամբ։ Ինձ որ ասեմ, ինձ խնայել են բան, երբեք այդպես չեմ արել։ Ուղղակի ճակատագրորեն կարևոր ձեզանից գոհ եք։ Սխալ բան չեմ արել։ Կարևոր ձեզանից գոհ եք։ Շնորհակալ եմ, որ եկաք, Տիկին Վալենտինա։ Հուսամ եմ, այս զրույցը ձեզ էլ հաճույք պատճառեց։ Շատ գաղտնիքներ մնացին, որ չասացիք։ Ուղղակի շատ անկեղծացա, կարողա որ բաներ որ ավել նոր ասեցի։ Չէ, ոչ մի բան չեք ասի, հանգիստ եղեք։ Շնորհակալ եմ, որ խոսեցիք, որ ինձ հետ կիսեցիք ձեր կյանքի պատմությունը։ Ուրախ եմ, որ ճանաչեցինք իրար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ YouTube-ի ալիքին, փնտրեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։